Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական ոստիկանության մասին օրենքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկվող օրենսդրական փաթեթը։ Օրենքի նախագծում նախատեսվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության ենթարկելու ձևերի հստակեցում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացնելով նախագիծը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում առաջարկներ չեն եղել, իսկ նախագծում կատարվել են միայն խմբագրական շտկումներ։ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Ռազմական ոստիկանության իրավասությունը վերապահում աջակցել զինվորական կոմիսարիատներին, քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում։ Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար։ Օրենսդրական այս փոփոխության նպատակն է կատարելագործել զինված ուժերում հավաքների կազմակերպման մեխանիզմները, խուսափելու համար նման հավաքների համար պատժամիջոցներ չկիրառելու դեպքերից։ Հաջորդ քննարկվող հարցը եղել է պետական սահմանի մասին օրենքում առաջարկվող լրացումը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է փոփոխությունը, որով առաջարկվում է հստակեցնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կարգավիճակը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչև նիստը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել, իսկ այս փոփոխությունը թույլ կտա ավելի համակարգային կարգավորումներ մշակել սահմանային վերահսկողությունն ու անվտանգության ապահովումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ներկայումս սեկտ համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորում են կառավարության որոշմամբ, այսինքն համակարգի էությունը եւ դրա հետ կապված սկզբունքային կարգավորումները օրենքի մակարդակում ամրագրված չեն, ինչը եւ առաջարկում ենք իրականացնել։ Նիստում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն էլ ներկայացրել է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիրքը, նաեւ հարակից օրենքների փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է բարեվարկության համակարգի ամրագրում, ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար առանձին էթիկայի հանձնաժողովների ստեղծում եւ բարեվարկության խախտումների քննության մեթոդների սահմանում։ Մկրտչյանը բացատրել է, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսում են 3 հիմնական խմբի փոփոխություններ։ Առաջին խումբ փոփոխությունները միտված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը նպաստելուն, մասնավորապես առաջարկվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության իրավասությանը վերապահել, ստուգել ոստիկանության ծառայողների առաքինությունը, զուգահեռաբար առաքինության ստուգման կարգը սահմանելու լիազորությունները պատվիրակելով ներքին գործերի նախարարին։ Հաջորդ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրության անցկացումն ու համապատասխան եզրակացության տրամադրումը վերապահել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդ որում առաջարկվում է շեշտել, որ բարեվարկության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է հիշել ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվողների նկատմամբ նշանակումից առաջ։ Հաջորդ փոփոխությամբ էլ բարելավվում է աշխատանքի ռեսուրսների կառավարումը։ Մկրտչյանն ընդգծել է, որ փոփոխությունների ընդունումից հետո նախապես նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն ներկայիս կարգավորումներով, իսկ նոր ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն նոր կարգավորումներով։ Այնուհետև նիստում առանձին քննարկվել է ազգային ժողովի падգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես կառավարությունն առաջարկում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը։ Փաթեթում նաեւ նշվում է, որ նման սարքավորումների տեղադրման եւ օգտագործման դեպքում կիրառվելու է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Նաեւ միջոցները բռնագրավվելու են։ Բացի այդ, տվյալ վարորդները կորցնելու են 2 միավոր։ Հանձնաժողովը ներկայացված օրենսդրական բոլոր փաթեթներին դրական եզրակացություն է տվել։ Դրանք կներառվեն ազգային ժողովի առաջիկա նիստի օրակարգում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։